Ես նման կարծում մեղադրանքներ չկան հեն տեխնացուների հասցեին, որոնց հասցեին չեն կարող լինել, հա? Ինչի օրինակ Լևոն Բարսեղյանի հետ կապված տենց տեղեկություն չկա, կամ են մյուս ընդդիմադիր տեխնացուի, կամ են մյուս ընդդիմադիր տեխնացուի։ Ինչպես ասում եք Լևոն Բարսեղյանին ով կվետա Իմիջիալոց ես ուզում եմ ներողություն խնդրել պարոն Բարսեղյանը նաև անդրադարձել էր, ես տենց մի բան մտքիցս դուրս էր եկել ընդհանրապես որ ինքը մասնակցում է եւ ես իրեն նկատի չեմ ունեցել, երբ որ ասել եմ որ կա հին եւ նոր ես իրեն նկատի չեմ ունեցել։ Բայց տեսեք, ասում են ինչպես է ստացվում որ կլինի այնպես կանգնենք որ ես երկու որ կանգնեմ դուք ասում են ինչպես է ստացվում որ երբ որ ԿՊ-ի սարիկն է շիբինը փռում ասֆալտին դա ընտրակաշարք չի, բայց երբ Մարտուն Գրիգորյանն է փռում շիբինը ասֆալտ չունեցող փողոցում դա համարվում է ընտրակաշարք։ Չի կարա տենց։ Եթե նման փաստ կա, երկուսն են համարվում ընտրակաշարք եւ երկուսն էլ պետք է պատժվեն։ Մեր սարիկը լինի, ով ուզում է, չկա տենց բան։ Չկա տենց բան, եթե դրա ապացույցները կա, ես պահանջում եմ դա ներկայացնել եւ պահանջում եմ որ դրա հետքերով իրավապահմանները գնան, չի կարա երկակի ստանդարտ լինի։ Բայց այն մարդիկ, ովքեր որ տարիներ շարունակ այդ նման գործելավոճով աշխատել են, որոնց բերումով մենք իրանց անունները գիտենք, հա, վերջո զարմանալու բան չկա, հա։ Մասնապես 7 տարի որևէ մեկը դատված չէ կաշառք, ընտրակաշառք տալու կամ վերցնելու համար։ Չէ, նաև կան գործեր բանի հետ կապված 2021 թվականին, ելի նույն պատիվ ունեն ներկայացուցիչների հետ կապված, կան գործեր, Նարեկ ջան, լավ չեք դերակոծում, մի հատ ճշտ է։ Կարող եք ասել դեպքի Ես ճիշտ ասած որովհետեւ ձևով ներգրաված չլինելով չեմ կարող ասել քաղաքական հայտարարությունների մակարդակով ինչքան որ գիտեմ այնքանով գիտեմ, բայց գիտեմ որ տենց չի, իհարկե կան մարդիկ, որոնք դատված են, որոնց հետ կապված վճիռներ կան, որոնք էլ շատ երկար այդ process-ի մեջով անցնում են։ Արդյոք անհանգստություններով չի պայմանավորված Գյումրում ընտրություններից 2 օր առաջ ընդդիմադիր տեխնատուների հանդեպ այս քրեական հետապնդումները, որոնք քաղաքական իրականում հետապնդումներ են, եւ դուք ձեր տեխնատուի ընտրվելու շանսերը բավականին ցածր, այսպես գիտակցում եք որ ցածր է, դրա համար է այս ամեն ինչը իրականացվում։ Չէ, եւ ես կարող եմ դա ապացուցել, որովհետեւ նախ եւ առաջ տեսեք, նման գործելավոճ մենք երբևիցե չենք կիրառել, նույնիսկ այն պարագայում, երբ որ դրանից կախված էր մեր կյանքը, մեր ֆիզիկապես գոյությունը 2021 թվականի մասին է խոսքը։ Առնվազն կյանքը, այնտեղ քրեական գործեր, հետապնդում եւ այլն։ Երկրորդը, տեսեք, մենք շատ տարբեր տեղերում պարտվել ենք ընտրությունների եւ հիմա կամ շատ տարբեր խոսակցությունների ներկայացուցիչ թիմ ղեկավարներ։ Նաեւ նույնը տեղի է ունեցել նաեւ Գյումրիում, հետո կոալիցիան կազմել եւ դրա համար, դրա խաթր դրա հա հետո դա կոալիցիաները քանդվում են, ասենք անկախ նրանից դա նույնիսկ երկու ընդդիմադիր կուսակցություններն են, խմբակցությունն են իրար հետ հիմա վիճվում կոալիցիան ինչա որ չքանդվի ժամանակի ընթացքում երբ որ տեսել ենք հասկացել ենք որ տորպեդահարվում այն գործերը որը որ մեր ավականին Գյումրիում ուզում է անել բնական է բայց պատասխանատվությունը գիտեք ինչ այ հետաքրքիր բան կա այդտեղ մարդկանց ընկալումը Գյումրիում միջև կոալիցիա քանդվել է եղել է որ քաղաքացիական պայմանագիրն է իշխանության ու չի անում բայց վերագրվել է մեզ որ բնական դրա պատճառով քանդվել է իսկ ուրեմն մեր տեխնացուին ասած լավերդուն էր վերաբերվում Վանաձորին էր վերաբերվում որ հետ ընտրական զարգացումներ եղան երբ որ ընտրված տեխնացուն ընդդիմադիր հայտնվեց այո դեպքերով այդ այն հայտնի հարցն է սկզբից ձուն է եղել թե հավն է եղել հա այսինքն այն մարդիկ ովքեր որ քրեական հանցագործություն են կատարում հաճախ փորձում են պատասխանվել ազգային ժողովում քաղաքականության մեջ այդ դեպքերը նոր չեն այդ դեպքերը մենակ մեր ժամանակում չի եղել եւ եղել է ժամանակահատված երբ որ ինչ որ մարդկանց հետ հաշվի հարդար տեսնելու համար իշխանությունը բան արել բայց խնդիրը այն է որ այսօր մեր նկատմամբ ամենամեծ մեղադրանքը այն է որ ինչի են ընդհակառակը այդ մարդիկ դուրսը ինչի են այդ մարդիկ ովքեր որ բոլորի կողմից ընկալվում են որպես հանցագործ որպես խուժան դեռ դուրսը այդ մեղադրանքը ես ընդունում եմ այդ մեղադրանքը ես ընդունում եմ ուղղակի քաղաքական գործիչ եմ ես իրավապահ չեմ ես բնական է այդ հարցադրումը անում հենց որ այդ դիտակը այսպես ասած այս իշխանությանը կպցնելու չի ստացվել ոչ 2021-ին ոչ էլ հիմա է ստացվել չկա այդպես բան եւ չի կարող լինել կրվենք խնդիր չկա մեր ժողովրդի որոշի լիքն է համապետականը մեր ժողովուրդը տենց կորոշի
մենք հլուլազանց կընդունենք մեր ժողովրդի որոշումը ու կհռչակենք, որ դա մեր հաղթանակն է, որտեղ մենք ենք ընտրության ինստիտուտը Հայաստանի Հանրապետություն բերել, որ մարդիկ գնում են եւ ընտրությունով որոշում կայացնում։ Չի լինելու Գյումրու պարտություններից համար։ Դա ես չեմ կարծում, որ մենք այնտեղ պարտվելու ենք, բայց լավ չի լինի, հարկի լավ։ Եթե պարտվեք, պարոն Սիմոնյան, ինչ եք կարծում, պետք է համապետական ընտրություններ անցկացնել ժամանակի։ Դրա կարիքը չկա ու ես չեմ կարծում, որ մենք պարտվելու ենք, մենք հաղթելու ենք այնտեղ, Գյումրեցին հաղթելու է, որովհետև ես չեմ կարծում, որ Գյումրեցին ով միշտ ընտրությունների ժամանակ իր բարձր գիտակցությունը ցույց է տվել, այսօր պահիտակ կուրացել է ու չի տեսնում ովքեր են մի կողմում, էլի ընդհանրական չասելով, հա, ովքեր են մի կողմում եւ ովքեր են մյուս կողմում, ովքեր է հիմնական ֆավորիտ ընդդիմադիր տեխնացուն ճակերտավոր եւ ով է այն մյուս տեխնացուն, եւ շատ լավ ամեն ինչ հասկանում են եւ ես վստահ եմ, որ գյումրեցիները գնալու են եւ քվեարկելու են։ Այդ մարդկանց ամբողջ հաշվարկը նրա մեջ է, որ գյումրեցիները վախի մտնոլորտից կամ ինչ-որ ուժանական, այդպես գողական բաներից ելնելով չեն այդալու քվեարկել։ Ես վստահ եմ, որ գյումրեցին իրենց պատասխանը տալու։ Դուք ԿՊ-ի ցուցակը կարդացել եք, պարոն Սիմոնյան, Գյումրու 99 հոգուց մի հոգի այնտեղ, որ երևի վարչական պաշտոն չի զբաղեցնում, կամ մի քանի հոգի, որ դպրոցում չի աշխատում, համայնքապետարանում չի աշխատում, մարզպետարանում չի աշխատում, բուժնարներում չեն, բոլորը ԿՊ-ականներ են ու բոլորը այն վարչական ռեսուրս տնօրինող կառույցներում են աշխատում։ Սա մտահոգիչ չէ։ Տեսեք, նախ ԿՊ-ի ցուցակն է, ՀՀԿ-ի բանի պետք է լինեին, կուսակցությունները պետք է ԿՊ-ից լինեին, դա մեկ, երկրորդը տեսեք, մեր հանրության մեջ կա ազատ լրատվամիջոցներ, կան ՀԿ-ներ, կան անհատներ, որոնք որ զանգում են եւ բացահայտում են պետական ռեսուրսի կիրառումը եւ դրա մասին ազատ հրապարակում են անում, եթե նման հրապարակում կլինի, բնական է դրա պատասխանը կլինի։ Ես կոչ եմ անում ավելի ակտիվ լինեն հետաքննող լրագրողները, ՀԿ-ները, որոնք զբաղվում են ընտրությունների նկատմամբ հսկողություն իրականացնել, կոչ եմ անում ավելի ակտիվ լինեն։ Պարզապես այս իշխանությունը ականջալուր չի այդ հրապարակումներին, ՀԿ-ների Տենց ես համաձայն չեմ, որ տենց է։ Պատկերացնում եք րոպեի տենց կայծակը պետք է խփի եւ ինչ-որ մեկը փոշի վերածվի, տենց չի։ Բոլորը պետքերը, որ այս ընթացքում այս 7 տարվա ընթացքում բազմաթիվ կառավարման հետ կապված եւ մեր գործունեության դրանք բոլորը, որոնք որ հրապարակվել են, դրանք քննվել են։ Եթե ձեզ թվում է, այստեղ որ ընդդիմադիրները օրինակ հրապարակումներ են անում, մենք դա ներսում չենք քննարկում, հետևություններ չենք անում եւ քայլեր չենք ձեռնարկում, դուք շատ սխալվում եք, չկա գետ մեկ դեպք, որ մենք դրա հետևից չգնանք։ Բայց դե գիտեք ինչ, մեր հարության մեջ այս իրավիճակում, երբ որ մարդկային ռեսուրսների հետ կապված նաև խնդիր կա, մենք շատ հաճախ ականատես ենք կրում, որ նույնիսկ մեր կուսակցականը, մեկ էլ մեր նիստերի ժամանակ, մի հատ այնպես բան ասում, բոլորը զարմացած նայում ենք, թե դու ոնց ես ընդհանրապես եկել այստեղ չկիսելով ես ամեն ինչը։ Հիմա դուք բռնաճնշում չեք համարում այն ամեն ինչը, ինչ արվում է ընտրություններից 3 օր առաջ, տեխնացուի հորը տղային ձերբակալում են ինչ-որ գործով, որը Չէ, դե ինչ-որ գործով չնայեք, ասում եք բռնաճնշում 3 օր առաջ, եւ երբ պետք է ընտրություն կեղծող այդ ընտրությունները կեղծի։ Մի տարի առաջ, մի տարի հետո այդ գործողությունը, այդ ճնշումը, որը որ փորձում են իրականացնում են ընտրություններից մի քանի օր առաջ։ Իրականացնում են, իրավապահները դրան արձագանքում են։ Եվ պետք է ինչ որ վերացական հանցագործը, վերացական ընտրություններ կեղծի մի քանի օր առաջ փող բաժանի ճնշում գործադրի եւ այլն, ել չեմ ասում, որ կներեք, բայց ոչ էլի, ասում եմ, մեր հարցն է մեկին չենք համարեք ջան, դու ինքդ տեսել ես հրապարակը լեցուն, ասենք այդ քարոզարշավը, թե ինչ մթնոլորտ էր, Մեղրիում ագարակում տեղի ունեցած դեպքերը, Սյունիքում տեղի ունեցած դեպքերը, այստեղ Բաղրամյանի փողոպողոտայի վրա տեղի ունեցած, մենք ոչ մեկին չենք հանում, մենք որովհետեւ մեկին հանելու բան չունենք։ Մենք, տեսեք, իշխանության ուժը կանում է նրանում, որ մենք ազնիվ ենք, մեր սխալների մեջ էլ
Քելու մեխանիզմ, եւ որ ինքը առաջին անգամ սեռական բնույթի հայհոյանքներ է տալիս։ Դա մեզ օգուտ տվեց, թե վնաս տվեց։ Կարող է Սերժ Սարգսյանն ենք մենք։ Չէ, հարց եմ տալիս, այս բարդված իշխանությունը դա համաձայն եմ, որ ընդունում եմ, որ տես բան ասում են, բայց այդ դաշտը մենք չենք ձևավորում։ Այդ դաշտը մենք չենք ձևավորում։ Ինչ որ մեկը հենց մեզ սատարում է կամ համաուճ բան է ասում, օրինակ Հանրապետություն կուսակցությունը, ասում է դա ձեր սարկած ընդդիմությունն է։ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը մեզ ամենավերջի ձևով քննադատում են, ասում են ձեր սարկած իշխանությունն է։ Մենք ընդդիմադիր դաշտը չենք կառավարում։ Ես մեղադրում եմ ընդդիմությանը, որ իրանք իրենց ֆինանսները օգտագործելով, իրենց ԶԼՄ-ները օգտագործելով, քաղաքական դաշտը փակում են նոր ծնվող ուժերի համար, բայց եթե ես միջամտեմ, արդեն այդ միջամտությունը որպես իշխանություն անելուց հետո, այդ ընդդիմությունն էլ արդեն արհեստական է լինելու։ Ես չեմ, դու ես եղբայր։ Որն է այն գործողությունը, որը մենք արել ենք Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանին ուժեղացնելու, եւ որն է այն գործողությունը, որ մենք չպետք է անենք։ Որը Չես սպասի, որը։ Դե դուք վերել եք իրեն Ինչ ենք վերել։ Ինքն է հայտարարել գործ եք հարուցել նկատի ունեմ։ Այսինքն ոչ մի բան չէր արել, մենք գործ ենք հարուցել։ Հետո դա կիսատ։ Դե պարզվեց, որ չի արել, էլի։ Չէ, դա հələ չի պարզել, միշտ։ Սահմանադրական դատարանում շտաբի քրեական գործը կա, շարունակվում է շտաբում։ Որովհետեւ մեկը, այսինքն քրեական գործ, որ հարուցեցինք, այդ մարդը դառնում է քաղաքական գործով, շատ քիչ մարդ կա, որ քրեական գործը հարուցված եւ ինքը քաղաքական հայտարարություններ չի անում եւ չի դառնում հայտարարություն։ Չէ, տես չի։ Ես ասում եմ շատ լավ է, որ իրանք կան։ Եվ ես խորհուրդ եմ տալիս իրենց ընդունեն վարչապետի առաջարկը բանավեճի մասնակցելու եւ դան այդ բանավեճը։ Դուք դատապարտում եք Նիկոլ Փաշինյանի այդ բառապաշարը, որ երեք խորհրդարանի անդամ կոնկրետ որ բառապաշար։ Ոտնակով կանեն վերել։ Պատեն տալ, դուս բրծուկներ։ Դե խոսակցության մեջ կարելի է բանին ընդդիմախոսին պատեպատ տալ միանշանակ եւ ես հաճախ այդ նույն բանը անում եմ իմ ընդդիմախոսին, ես պատրաստ եմ պատեպատ տալ եւ որևիցե ձևով չեմ դատապարտում, ես դատապարտում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ներվերը ուտելը, այս ապատեղեկատվությունը տարածելը, որ իրենք անում են, բայց Պարոն Սիմոն, նորմալ է նախկին նախագահներին քաղաքական դիակ անվանելը։ Քաղաքական դիակ են։ Իրանք քաղաքական դիակ են, ասեմ ավելի նախկին նախագահել չեն, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը չի ընտրվել Հայաստանի Հանրապետության նախագահ։ Ոչ մի անգամ։ Լևոն Տեր-Պետրոսյանը 96 թվին չի ընտրվել։ Սերժ Սարգսյանի գրասենյակը Չընտրված եռյակն են, էլի իրենք։ գրասենյակները նախագահները արձագանքել են օրինակ Սերժ Սարգսյանի գրասենյակը։ Ես այդ նախագահ, իմ գրասենյակը, չէ, իմ գրասենյակը չէ, իմ գրասենյակի, չգիտեմ, քարտուղարը ուղարկեք ինքը կարձագանքի, իրանք կարձագանքելու մի ձև ունեն։ Գան խոսակցության։ Իրանց նույնիսկ խմբակցությունը չի կարողանում գա եւ բովանդակային, ոչ թե գասի, դավաճան ուզես, չի կարող գա բովանդակային զրույց վարի։ Ռոբերտ Քոչարյանը կարողանալու է Նիկոլ Փաշինյանի հետ ինչ որ իրականության մեջ բանը չի, բովանդակային։ Զվարթ է, կարողանալու։ Դե Լևոն Տեր-Պետրոսյանն է կարողանալու գալու է բան ասի, հետո կողքից են մնացած ասել են դուք տենց մի 100 տարի կանցնի եւ դուք կհասկանաք թե ինքը ինչ նկատի ունի։ Այդ շատ լավ ճանաչում են։ Հաղթած նախագահներին ինչի չպետք է կարողանան բանավեճը։ Մեկը մյուսի հետ ինչ կապ ունի։ Պարոն Սիմոն, Աշոտյանները հրավիրել բանավեճի։ Այդ եմ ասում, շատ լավ ես ասում, բա թող կան։ Վարչապետը երեք ասեց, մեկը ասել է Աշոտյանը հրավիրել էր բանավեճի, պարոն Սիմոնյան։ Աշոտյանը ում էր հրավիրել բանավեճի։ Նիկոլ Փաշինյանի։ Բայց Աշոտյանի ու վարչապետի լեվելները չեք նկատում, որ տարբեր երկրի ղեկավար։ Ես էլ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանին եմ հրավիրում, թող գան իմ այդ բանավեճի։ Լեվելների տարբերություն գոյություն ունի քաղաքական կշռի։ Ով Ռոբերտ Քոչարյանը։ Իհարկե իրանք նախագահ են եղել, ես երկրի նախագահ չեմ եղել եւ երկրի ազգային ժողովի նախագահն եմ։ Իհարկե քաղաքական լեվելով իրանք բարձր են, միանշանակ։ Ի վերջո ով է երեք ցույցում տվել կոչնդոտել։ Ես նման ցույցում չեմ տվել եւ ես այսօր ՊԿՑ-ի աշխատակիցների հետ զրուցել եմ, որ նման բան այլևս չկրկնվի եւ պետք է ասեմ, որ իրենց էլ մեղադրելի չի, որովհետեւ ըստ գործող կանոնակարգի ներս անցկացնել չէր կարելի որևիցե պաստառ եւ իրանց արձագանքելու պատճառը նաև դա է եղել եւ ես այսօր նաև իրենց հետ քննարկել եմ, որ մենք փոփոխություններ իրականացնենք, որպեսզի նման արգելք չլինի եւ եթե
վիրավորանք չի պարունակում կամ սպառնալիք ակնհայտ չկա, որպեսզի որևիցե ձևով չմիջամտեն ու ես համարում եմ, որ պետք չէր երեք նման ձևով արձագանքել մի քիչ ավել էր, քան պետք էր։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1